Մարիա հեռուստասերիալում Մարիա շարունակում է համառորեն լռել։ Նա չի ասում ճշմարտությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն բոլորը ամեն ինչ գիտեին։ Թվում էր, թե նրա յուրաքանչյուր քայլն ու լռությունը միայն խանգարում են իրեն իսկապես սիրող ու աջակցող մարդկանց։ Անին, ով ամեն օր ականատեսն է այս կործանարար խաղերին, այլևս չի կարողանում հանդուրժել։ Նա բացահայտ խոստովանում է ավետի առաջ, որ չի կարող ձեռքերը ծալած նստել եւ սպասել, թե ինչպես են իր երկու ամենամտերիմ մարդիկ, Մարիան ու Դավիթը, ինքնական կործանում իրենց կյանքը։ Անին անզորությունից ցավ է ապրում, բայց գիտի, պետք է քայլ անի, նույնիսկ եթե դա նրան թանկ նստի։ Այդ ընթացքում Ալիսա տատիկը զգում էր, որ ընտանիքում ինչ-որ բան է կատարվում։ Նա տեսնում էր լարված մթնոլորտը, բայց ոչ ոք ոչինչ չէր ասում։ Նրա կասկածներն ավելի են խորանում, երբ տեսնում է Ռուբենի մռայլ դեմքն ու Մարիայի խուսափողական պահվածքը։ Երբ Ռուբենը տուն է վերադառնում, տատիկը չի դիմանում։ Նա որդուն հարցնում է, թե ինչ խառը վիճակ է տիրում իրենց ընտանիքում։ Ռուբենը երկար լռելուց հետո վերջապես բարձրաձայնում է այն, ինչ արդեն շատերը գիտեն։ Նա մորն ասում է, որ Մարիան ու Դավիթը բաժանվում են, որովհետև Մարիան հղիր է Ռաֆից։ Տիկին Ալիսան քարացավ այդ խոսքերից։ Նրա աչքերը լայնացան զարմանքից։ Նա չէր կարողանում հավատալ։ Չէ՞ որ ինքը միշտ գիտեր Մարիան զզվում էր Ռաֆից։ Ամբողջ ընտանիքը տեսնում էր այդ հակակրանքը եւ նման բան նրա պատկերացումներում նույնիսկ անհնար էր թվում։ Այս լուրը նրա սրտին ծանր հարվածի պես էր։ Մարիա սակայն հերթական անգամ բոլորին ապշեցրեց իր պահվածքով։ Նա նորից կանգնեց Ռաֆի կողքին ու անտեսեց իր հարազատների կարծիքը։ Նրա այդ քայլը արդեն ոչ միայն ցավ էր պատճառում մտերիմներին, այլև զայրացնում։ Աբուլը հատկապես չէր կարողանում հանդուրժել, որ իր ամենասիրելի մարդը պատրաստ էր ինքն իրան զոհաբերել հանուն Ռաֆի։ Նրան ներսում կուտակված զայրույթն ու անզորությունը վերածվել էին պայթունավտանգ վիճակի։ Իսկ Ռաֆը, որ կարծես ուժ էր առնում ամեն անգամ, երբ Մարիան իր կողմ էր ընտրում, դուրս եկավ Ռուբենի աշխատասենյակից հպարտ ու ոգևորված։ Նա անմիջապես զանգեց Աբուլին։ Նրա ձայնը վստահ եւ մարտահրավեր նետող էր։ Նա առաջարկեց հանդիպել, ասելով, որ ունի կարևոր խոսակցություն։ Նա շեշտեց, որ իր առաջարկը իրականում ավելի շատ հենց Աբուլին է օգուտ բերելու։ Բայց Աբուլը այլևս չէր վախենում։ Նա այնքան էր հոգնած Ռաֆի խաղերից, որ պատրաստ էր նույնիսկ բանկ գնալ, միայն թե Ռաֆը վերջապես հանգիստ թողներ Մարիային ու Դավիթին։ Աբուլը պատրաստ էր դիմակայել ամեն բանին, միայն թե նրանց կյանքը փրկեր։ Հարգելի հետևորդներ, արդյոք Աբուլին կհաջողվի համոզել Մարիային բոլորին պատմել ամեն ինչ։ Գրեք մեկնաբանություն։ Մարդկա ավարտել է իր նկարանումները Մարիա հեռուստասերիալում ստորի անում դրա վերաբերյալ։ Բրավո, բրավո։ Ինչ ասեմ, ռեսպեկտ։ Մենք էլ սենտել տանջվում ենք։ Մենք չենք ավարտել մեր նկարանումները Մարիա հեռուստասերիալում, բայց երևի մենք էլ կավարտենք շուտով։ Մենակ դու չես, էլի, Սոր ջան։ Այսօր անտանելի ծանր տեսարան ենք ունեցել մենք, անտանելի ծանրը այն խոսքը չի։ Երկու բառ քեզնից։ Դե ասում ես նորին համամիտ եմ, ծանր, շատ ծանր, դե տեսնեք էլի։ Ամենածանր տեսարաններ իմ համար այս ամբողջ սերիալում։ Ես լքում եմ Մարիա հեռուստասերիալը։ Ու պատճառն այն է, որ ես շրջում եմ մատանիով, իսկ իմ խաղընկերը ոչ։ Ուրա մատանիդ։ Մեղավոր ինքն է։ Գնում եմ դիմում գրեմ։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկում են ասելի հո անտեր չես։ Երկու ընկեր կունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարիկը ընկեր ունեմ։ Եվ ով է այդ ընկերը։ Օй, դա չբացաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ես ինչ-որ բան տեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մենք խոսքը։ Այսօր։ Բանը զորակն Եկնա, նստել է։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։
Սովինան ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազդ եմ անում։ Չէ՞ սուր։ Անեժնին նստես սպասում եւ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փադ Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուշ ջնենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ Ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայրությամբ պետք է ասցեն, նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я сплю, помогите. Այսպես վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ։ Ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փոխապետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։